Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հավատքի կյանք ծրագրի շրջանակներում։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը հրաշքներ է գործում մարդու կյանքում։ Յուրաքանչյուր ոք, որ իսկապես ճանաչում է Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, նրա կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Սա այն է, ինչ ասում է Աստծո խոսքը։ 2 Կորինթացիների 5:17 համարի մեջ։ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Մեր այսօրվա հաղորդման հյուրի կյանքում ճիշտ այս իրադարձությունը տեղի ունեցավ։ Քրիստոս նրան դարձրեց նոր մարդ։ Մեր հյուրն է հովիվ եւ ուսուցիչ Օնիկ Չերքեզյանը։ Օնիկ եղբայր, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հաղորդման մասնակցելու համար։ Տերը օրհնի ձեզ եւ վստահ եմ, որ ձեր կյանքի վկայությունը, ձեր հավատքի պատմությունը փառք պիտի բերի Աստծուն եւ վկայություն մեր հայրենակիցներին։ Ես էլ շնորհակալ հրավերքի համար։ Հուսով եմ, որ այն խոսքը, որ ես կփոխանցեմ մեր ունկնդիրներին, կլինի շինություն, օրհնություն։ Շնորհակալ ենք շատ։ Ինչպես սկսեց ձեր հավատքի ճանապարհը։ Գիտեք, ես մտածում եմ, որ շատ մեծ նշանակություն ունի, երբ որ ինչ-որ մեկը աղոթում է, ասենք սերունդի համար, որովհետև իմ պապիկը, ում որ ես չեմ տեսել, իմ հայրիկի հայրը, նա եղել է շրջիկ քարոզիչ Հունաստանում և գնացել է հեռավոր գյուղերը, քարոզել է ավետարանը և վստահ եմ, որ աղոթել է իր ապագա սերունդի համար։ Դրա համար այսօր մենք երեք եղբայրներս մեր կանանց հետ, երեխաների հետ միասին բոլորս Աստծո մեջ ենք։ Այսինքն ձեր պապիկը աղոթել է իր սերունդի համար, որպեսզի դարձի գան, որպեսզի ապաշխարեն եւ դուք մեկն եք այդ աղոթքի պատասխաններից մեկն եք, ըստ ու ես հետո որ արդեն եկեղեցում էի, ուղղակի մի քիչ առաջ անցնեմ, հանկարծ լսելով այդ հոգևոր երգերը, հանկարծ հիշեցի, որ իմ տատիկը մեզ քնացնելուց այդ երգերը երգում էր։ Հրաշալի է։ Ինչպես առաջի անգամ դուք լսեցիք Աստծո խոսքը, ավետարանի բարի լուրը, որտեղ էր դա, ինչպիսի պայմանների մեջ էր։ Ուրեմն 1974 թվականին իմ պապիկը, այսինքն իմ հոր խորթ հայրը մահանում էր, նա եղել էր ֆիդային, կռվել էր, մի խոսքով շատ դաժան կյանք էր ունեցել և միշտ ասում էր Աստված չկա։ Տեսեք, իմ պապիկը, որին ես չեմ տեսել, աղոթել է մեզ համար, բայց այդ պապիկը, որին տեսել եմ, ասում էր Աստված չկա։ 74 թվականին, երբ որ ինքը մահանում էր, ես կանգնած էի իր գլխավերևում, ինքը ասեց մինչև հիմա ես ասում էի Աստված չկա, բայց հիմա ասում եմ Աստված էլ կա, դժոխք էլ դրախտ էլ, ու մահացավ։ Այդ իր վերջին խոսքերն էին։ Ու ուղիղ 1 տարի հետո դրանից երկու հավատացյալ մարդիկ թակեցին մեր տան դուռը, իմ հայրիկին էին հարցնում, բայց տանը ես ու եղբայրս էինք և ասեցին կարելի է ներս գալ, խնդրեմ, նրանք եկան և մեզ պատմեցին Հիսուսի մասին։ Հետո առաջարկեցին միասին աղոթել։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, մեծ տպավորություն էր, որ կարծես հայտնվել եմ ինչ-որ ֆիլմի մեջ, այդ վերապրում այդպիսին էր։ Ու նրանք ծունկի իջան, մենք էլ նրանց հետ ու աղոթք արեցինք, ու ես այդ պահին ստացել եմ վերստին ծնունդ, ես չեմ հասկացել դա ինչ է, բայց ինչով եմ հետո կարողանում հասկանալ, որովհետև շատ ուժեղ մեղքի գիտակցություն ծնվեց իմ մեջ։ Ես 12 տարեկան էի այդ ժամանակ։ 12 տարեկանում հանկարծ նենց մեղքի գիտակցություն արթնացավ իմ մեջ, ինձ ոչ մեկ չէր ասել, սա չի կարելի, նա չի կարելի, նա չի, բայց արդեն դա իմ մեջ էր։ Ես հետո հասկացա, որ այդ պահին ես վերստին ծնվել եմ։
ես վստահ եմ, որ 12 տարեկանում մարդը կարա լուրջ որոշում կայացնի։ Ու դա իմ օրինակ եղբայրս չէր ընդունել դա, ինքը հետո արդեն դարձի եկավ։ Բայց ես արդեն ընդունեցի ու գիտեք, այդ եկեղեցում ընդունված է առաջի խոստովանություն այդ հասկացողությունը, այսինքն որոշ ժամանակ հետո ով դարձի է գալիս, գնում է այդ խոստովանելու իր անցյալի մեղքերը։ Ես վերցրեցի մի 12 թերթանի տետր ու սկսեցի մեղքերը գրել։ 13 տարեկանում արդեն։ Ու պատկերացեք ամբողջ տետրը գրեցի իմ մեղքերով։ Որը կարծում էի, որ կա բաներ, որ ես չեմ հիշում։ Հետո երբ որ գնացի խոստովանության հովի մոտ ու սկսեցի կարդալ մի 4 տող կարդացի հովը, ասեց բավական է։ Իմաստուն հովիվ էր ու ասեց մի խոսքով դու դարձի ես գալիս, դու հրաժարվում ես այդ մեղքերից, այո, ու հետո դա Շինգավի թաղամասում էր Երևանի, ես լավ հիշում եմ, դուրս եկա այդ տետրով, այդտեղ գնացքի գծեր էին անցնում, ու գիտեք, ես այդ տետրը 1000 կտոր արեցի ու քամուն տվեցի, դա իմ հին կյանքն էր։ Աստծուն փառք, որ տեղի է ունեցել դարձ ապաշխարություն ձեր կյանքի մեջ, հետաքրքիր տարիք է 12-13 տարեկանը, որովհետև դա պատանյական տարիք է, բավական դժվար շրջան է ընդհանրապես յուրաքանչյուր մարդու համար, որովհետև պատանյական տարիքին մարդը երեխան պատանին կանգնած է կյանքի խաչմերուկում եւ ընտրում է իր կյանքի ճանապարհը եւ ճիշտ ժամանակին է Հիսուս եկել եւ գտել ձեզ, որպեսզի թույլ չտա, այսպես ասենք, մեղավոր կյանքը ճաշակելու համար։ Եվ իսկապես վստահ եմ, որ համամիտ եմ ձեզ հետ, որ 12 տարեկանում արդեն մարդը կարող է գիտակցել եւ լուրջ որոշում կայացնել, իրապես ճանաչեցիք եւ ճաշակեցիք, թե ինչ քաղցր է Տերը, փառք Աստծուն։ Բայց միաժամանակ դա այնպիսի տարիք է, որ ընկերության շրջապատ կա, դպրոցում, հետո ավելի քոլեջ, ինստիտուտ եւ այլը, ինչպես արձագանքեցին ձեր բարեկամները, ձեր ընկերները, երբ որ իմացան, որ դուք, այսպես ասենք, հավատացյալ եք դարձել, քրիստոնյա եք եղել։ Ուրեմն մեր բարեկամները, քանի որ հայրենադարձ են, հայրենադարձերը իրենց միշտ համարել են հավատացյալ։ Բայց կոնկրետ մեր ընտանիքի հետ կապված իրանք նենց սիրով էին մեզ լսում, ինձ ու եղբորս մանավանդ այդ տարիքում ես հիշում եմ, որ Հիսուսը 12 տարեկանում գնաց տաճար ու մարդիկ հիանում էին, այդտենց մեր բարեկամները հիանում էին մեզանով։ Դա բարեկամները։ Դպրոցի ընկերները, ինչպես նրանք արտահայտվեցին, մեկ անգամ ասեցին, մենք քեզանից վախենում ենք։ Նրանք ավելի շատ վախենում էին, որտեղ չէին հասկանում։ Դե այն ժամանակ հավատացյալ լինելը մոդա չէր։ Դա 70-ական թվականներն էր, Բրեժնևյան, եւ դրա համար իրանք վախենում էին, չէին կարողանում հասկանալ, բայց նաեւ չէին, ասենք, իրանց թույլ տալիս, որ ծաղրեն կամ ինչ-որ ձևով վատ վերաբերվեն։ Մի հետաքրքիր դեպք կա, պատմեմ։ Մեր դասարան եկավ մի տղա, որ 2 տարի մնացել էր նույն դասարանում։ Շատ վատ վարքիտ էր, եւ բոլոր տղաները հայերեն ասած ընկան իր ջրերը, սկսեցին ծխել, սկսեցին մի խոսքով, բայց ես հոգեվոր էի։ Բայց նորմալ փոխհարաբերություն էր, ինձ նեղացնող չկար, բայց մի օր այնպես պատահեց, որ ես չեմ հիշում ինչումն էր խնդիրը։ Այդ տղան մի հատ նենց ապտակեց ինձ, գիտեք ինչ անցավ իմ մտքով։ Մի անգամից հիշեցի, ասի, ինձ պետք է ստուգել,
որ Հիսուս ասում է մի դեմքիդ խփում են մյուսն էլ շորտուր, արի մի հատ փորձեմ լստու գեմ, ինչ կլի վերջը։ Այդ անցավ իմ մտքով։ Ու թեքեցի երեսս ասի մի հատ էլ էս երեսս խփի։ Գիտեք ինչ կատարվեց, այդ տղան դառավ իմ ամենալավ ընկերը դրանից հետո։ Տերը հրաշքներ է գործում, երբ որ պատանի տարիքին լինի կամ ավելի մեծ, մենք հրավիրում ենք Տեր Հիսուսին մեր կյանքի մեջ որպես մեր Տերը, Փրկիչը, մեր Թագավորը, իրապես մեր 4 կողմը սկսում են հրաշքներ կատարվել։ Երբ որ մարդը դարձի է գալիս, ինչ որ մի մասնավոր բան է փոխվում իր կյանքի մեջ, ինչ որ առաջ չի եղել իր մեջ։ Մեկ-երկու այսպիսի փոփոխության մասին կարող եք պատմել մեզ, թե ինչ փոխվեց ձեր կյանքի մեջ, մանավանդ 12 տարեկանում։ Փոխվեց, ես միշտ երազել եմ օրինակ դառնալ դերասան, օրինակի համար, ու տենց սյուժեներ էի հորինում, ֆիլմ, ես ինքս իմ հետ ֆիլմ էի խաղում։ Ու տենց այդ տարիքից ասեմ, որ օրինակ ուրիշ երեխաներ, երբ որ Բուրատինոյի հեքիաթներն էին կարդում, ես կարդում էի ուրիշ գրքեր, փիլիսոփաների եւ այլն, այդ տարիքում զարմանալի բաներ։ Ու հետո հասկացա, որ գիտեք, Աստված մեզ տվել է ստեղծագործ միտք։ Ու այդ հասկացա, որ այդ միտքը կարամ օգտագործեմ։ Պատանի տարիքում կար պատանեկան տենց հավաքույթ, ու գնալուց առաջ ես միշտ աղոթում էի, որ ղեկավարը չկա։ Ու գիտեք, ինչի համար էի տենց աղոթում, որ ես քարոզեմ։ Տենց հետաքրքիր բան էր, ու նենց էր ստացվում, որ ղեկավարը հաճախ չէր գալիս։ Ու ես էի այդ հավաքույթներին քարոզում, այդ մնացած պատանիներին։ Այսինքն ինչ-որ ուժեղ սեր կար դեպի Աստծո խոսքը, Աստվածաշունչը։ Ես նայում եմ շատ երեխաներ հիմա նստած են իրենց այդ գադջետների մեջ, ինչ-որ խաղեր են խաղում, ինչ երեխաներ են, մեծահասակները։ Բայց ինձ մոտ չկար այդ բանը, որ խաղեր խաղալու, այլ պատկերացրեք, ես ընկերություն էի անում մի մարդու հետ, որ 80 տարեկան էր։ Աստծո խոսքի հմուտ մարդ էր, ես լիքը հարցեր էի տալիս, ինքը ինձ լիքը պատասխաններ էր տալիս։ Հետաքրքիր տենց ժամանակներ էր։ Միգուցե արդեն այդ տարիքից, այդ ժամանակահատվածից հասկացաք, որ Աստված ձեզ պատրաստում է ինչ-որ կարևոր ծառայության, հովիվ լինելու, ուսուցիչ լինելու, ինչպես հասկացաք, որ պահին դուք հասկացաք եւ քանի տարեկան էիք, որ Աստված ձեզ կոչ է անում հովական ծառայության։ Դե ավելի ուշ, ասենք, երբ որ պատասխանատվություն արդեն վերցրեցի պատանիների հետ աշխատելու, ու շատ հրաշալի, օրինակ ուրիշ ավակներ կային, ուրիշ պատանիների հետ, նրանք միշտ զարմանում էին, ոնց են ինձ լսում պատանիները։ Ես չեմ ասում, որ ես սուպեր ինչ-որ մարդ եմ, բայց հետաքրքիր է, որ այդ օծությունը, այդ Աստծո շնորհքը գործում էր, այդ պատանիները ինձ սիրում էին ու լսում էին։ Ես իրանց հազարություններ էի տալիս, իրանք անում էին, զարմանալու բան էր։ Ու այդ ժամանակից երևի դե զգացվեց, որ Աստված պատրաստում է հետագայում աշխատելու էլի մարդկանց հետ տարբեր կարիքի, եւ երիտասարդների, եւ մեծահասակների, եւ երեխաների, ու այդ սերը, այսինքն այս սերը, որ կա քո մեջ, տեսեք, երբ որ Հիսուսը Պետրոսին ասեց, սիրում ես ինձ ավելի քան ուրիշները, եւ պատասխանը այո էր, վստահեց, արածեցրի իմ գառներին։ Այսինքն այդ սերը, որ կա մեր մեջ, պատճառը մտածում եմ, որ Տերը մեզ վստահի մի բան, որը կարևոր է։ Այո, փառք Աստծուն դրա համար։
եւ փառք Աստծուն, որ ժամանակին արձագանքել եք Սուրբ Հոգու ձայնին, արածեցնել Տիրոջ հոտը։ Մի քիչ եթե կարելի է մանրամասենք, թե ինչպես դա եղավ, որտեղ հիմնեցիք եկեղեցի կամ արդեն հիմնված էր, ինչպես էր ընթանում ձեր հովական ծառայությունը։ Ես ծառայում էի Երևանում եւ հետո հրավերք եղավ Մոսկվայի եկեղեցիներից մեկից հայկական գալ եւ աստվածաշնչյան կուրս անցկացնել 3 ամսով եւ մենք եկանք կնոջս հետ 3 ամսով եկանք Մոսկվա, դա 2001 թվականն էր եւ մենք անցկացրեցինք այդ կուրսը ու հիմա կան հովիվներ Մոսկվայում, որ այդ մեր աշակերտն են եղել այդ կուրսում։ Ուրեմն եւ 3 ամիս հետո առաջարկություն եղավ տեղափոխվել Բրյանսկ քաղաք, որտեղ այնտեղ կային մարդիկ, որ ցանկանում էին, որ լինի հայկական եկեղեցի, գնալ եւ այնտեղ ծառայել։ Ու մենք թույլտվություն ստանալով Երևանից 2001 թվականի սեպտեմբերին տեղափոխվեցինք Բրյանսկ քաղաք եւ այնտեղ ստարտ տվեցինք այդ նոր եկեղեցուն եւ 20 տարի ծառայեցինք այնտեղ։ Ու 20 տարի հետո տեղափոխվեցինք Մոսկվա, հանձնելով ուրիշ ծառայողների այդ ծառայությունը։ Մեծ փորձառություն է հովական ծառայության մեջ ձեր մոտ եւ թույլ տվեք հարցնեմ, թե ինչպիսի հրաշքներ եք տեսել ձեր ծառայության ժամանակ։ Ես հրաշք ասելով իհարկե կարող եք վկայել, եթե ունեք հրաշքներ բժշկության եւ այլը, բայց ես հրաշք կհամարեմ նախ եւ առաջ մարդու դարձի գալը։ Ինչ էր կատարվում ձեր սրտի մեջ, երբ որ տեսնում էիք, որ Աստված ձեր անոթը օգտագործում էր մարդկանց դարձի բերելու համար։ Հրաշքներ իհարկե կյանքի փոփոխությունների շատ տեսանք մարդկանց, որ ասենք թմրամոլի, հարբեցողի կամ մեկը որ զբաղվում էր վաճառքով, ասենք սպիրտային պատրաստում էր, վաճառում էր, տեսանք այդ փոփոխությունները մարդկանց կյանքի, տեսել ենք ինչպես են դևերից ազատագրվել մարդիկ։ Դա առանձին իհարկե մեծ պատմություն է այդ դևերից ազատագրվելը։ Այո, որևէ մեկը կարող է գոնե պատմել, կարծում եմ, որ մեր հերոստատիտողների համար հետաքրքիր կլինի։ Ուրեմն կար մի ընտանիք, որ մի մասը եկեղեցում էին, հարազատների շրջապատ, նրանք հավաքել էին թորնիկի ծնունդը նշելու 3 տարեկան աղջիկ եւ այդ քեֆի ժամանակ հանկարծ այս երեխան դիվահարվում է։ Այդ 3 տարեկան երեխան սկսում է պատառոտել հագուստները, ոչ մեկին չի ճանաչում, խառնվում են իրար, ինչ անենք։ Ու երեխայի քերին ասում են, ինչ եք խառնվել իրար, եկեք գնանք հովի հետևից։ Ու քշում են մեքենան դեպի մեր տուն։ Իսկ այդ ժամանակ ես Մոսկվայում սովորում էի հովական կուրսերում ու այնտեղ տեղում չէի։ Իրանք գալիս են, զանգում են մեր դուռը, կինս բացում է զարմացած, արդեն ժամը 10-ից հետո երեկոյան։ Ինչ է պատել, բա եկել ենք հովի հետևից։ Դե հովի տանը չի։ Քերին ասում է, դե հովի տանը չի, հովի կինա տանը, ինչ տարբերություն, եկեք գնանք։ Երեխան լավ չի, չեն ասում ինչ է եղել։ Կինս էլ միամիտ վերցնում է իմ աղջկան փոքր, որը համարյա այդ տարիքին էր ու գնում է իրանց հետ։ Չիմանալով որ ինչ այնտեղ։ Կինս ասում է, եկա մտանք ներս ու ոնց որ են հայրը վրա ասում քելեխի սեղան, ասում է տեն սեղանները գցած ու բոլորը ասած դարդոտած նստած են։ Երկու պապիկները այնտեղ, մի խոսքով հարազատները եւ այլն, այդ երեխան դիվար։ Կինս խոսում է մի քանի բան, աղոթում է այս երեխան ազատագրվում է։ Ու հետո ես հետ եմ վերադառնում, լսում եմ դրա մասին, ասում դե փառք ենք տալիս, գնում ենք ծառայության ու քարոզի ժամանակ ես բեմի վրա հանկարծ այդ երեխուն նորից ներս եմ մտցնում։
Իրանք փաստորեն դրանից հետո տանում են ինչ-որ պարավների մոտ, այս եղել նորից դիվահարվում է։ Ու արդեն բերում են եկեղեցին։ Ես կան ասում եմ քարոզը, ասում եմ բերեք սեղ այդ եկեղեցին։ Բերում են ու երեխային։ Հա, երեխային։ Աղոթում ենք նորից ազատագրում այս երեխան ու մինչև հիմա փառք արդեն բավականին մեծ աղջիկ է, երիտասարդ ու փառք Աստծո, որ նման հրաշքներ իհարկե շատ են եղել։ Փառք Աստծուն, իրապես շատ կարևոր է եւ նշանավոր է, երբ որ ծառայությանը հետևում են այսպիսի հրաշքներ, որ Աստված իր զորությունն է ցույց տալի, ազատագրում է մարդուն մեղքի իշխանությունից, ազատագրում է մարդուն սատանայի իշխանությունից եւ ձեզ համար եւ մեզ բոլորիս համար որպես ծառայողներ մեր հոգիները ցնցում են, որովհետև ակնհայտորեն տեսնում ենք Աստծո գործը։ Աստծուն փառք, որ դուք ոչ միայն հովիվ եք, այլ նաև ուսուցիչ, մի քիչ այս ծառայության մասին կուզենայի, որ խոսեինք ձեր աշակերտների մասին, ձեր այս պարգևի մասին, երբ իմացաք, որ պահին իմացաք, որ դուք նաև կանչված եք ուսուցիչ լինելու։ Դե երևի համարյա սկզբից ես ոնց որ զգում էի, որ կա այդ դիրք ասեմ, ձիրք ասեմ, օծություն, մի խոսքով։ Ու ծառայության ընթացքում իհարկե դա արտահայտեց, դրսևորվեց, բայց հետաքրքիր այն էր, որ ես վերցեցի ու բոլոր ուսմունքները սկսեցի գրել, կազմել, ոչ միտեղ չէի դասավանդում։ Այսինքն ուսումնասիրում էիք։ Հա, ուսումնասիրում էի ու կազմում էի այդ թեմաները։ Հիմա պատկերացեք այդ թղթերը կան միջև հիմա։ Հետո երբ որ մարդիկ ուրիշ ուսուցիչներ ասեցին, դե մենք սովորել ենք այս ինչ տեղա, ինչ-որ համալսարան եւ այլն, բա քեզ որտեղից այդ ուսմունքները, ասում եմ, ես ինքս եմ ուսումնասիրել, կազմել, ու միջև հիմա դրանք կան ու դրանք կլասիկ ուսմունքներ են։ Ես մտածում եմ, օգտագործում այդ բառը, որ մենք պետք է հետևենք կլասիկ քրիստոնեության, այդ կլասիկ ուսմունքներին։ Ու ես աշխատում եմ տենց անել, այդպես անել, ու իհարկե հետո արդեն մեկ անգամ Երևանում դեռ հովիո մոտեցավ ինձ եկեղեցի եւ ասեց. «Իսկ դու ինչի՞ չես դասավանդում մեր մոտ»։ Ասացի չգիտեմ։ Ասաց դե սրանց հետո դու կդասավանդես, բայց ես արդեն պատրաստի ունեի բոլոր այդ նյութերը։ Աստված հոգ է արել եւ պատրաստել է ձեր անոթը այդ ծառայության համար եւ շարժել է նաեւ մարդկանց սրտերը։ Ձեր աշակերտներից կան այդպիսիներ, որ հետո եկեղեցի են հիմնել կամ ինչ որ նշանավոր ծառայություն են արել կամ անում են։ Կան իհարկե կան եւ ստեղ Մոսկվայում կան եւ Երևանում կան եւ Ռուսաստանի ուրիշ քաղաքներում կան։ Օրինակ ես տնային խմբակ ունեի Երևանում, որտեղից այդ տնային խմբակից մի քանի հովիվներ են դուրս եկել։ Եվ ուսուցիչներ, հոգևոր նկատի ունեմ, լավ բիզնեսմեններ, բժիշկներ, այսինքն այդ ուսմունքները, որ ես փոխանցել եմ իրենց, իրանք օգտագործել են կյանքում եւ լավ արդյունքներ են ունեցել եւ ունեն մինչեւ հիմա։ Հիանալի է, երբ որ արձագանքում ես Տիրոջ կոչին, ոչ միայն հովիվ ուսուցիչ լինելու համար, այլ նաեւ ինչպես Պողոս Արաքյալը Տիմոթեոսներ ես ունենում, որովհետեւ անհրաժեշտ է նոր սերունդը պատրաստել, որպեսզի Աստծո գործը երբեք կանգ չառնի երկրի վրա, ավետարանի բարի լուրը բոլոր լեզուներով եւ այդ թվում մեզ համար շատ կարեւոր է, որ մեր մայրենի լեզվով տարածվի թե հայրենիքում, թե աշխարհի 4 կողմում։ Մի քանի գրքույկներ ունեք դուք գրած եւ մի քանիսը բերել եք ձեզ հետ այսօր, կխնդրեի, որպեսզի այդ աշխատանքների մասին մի քիչ պատմեիք, ինչպես ծնվեց այդ միտքը գրքույկ գրելու, ինչ թեմաներով եք գրել եւ ինչպես կարող են այդ գրքույկները օգտակար լինել եկեղեցիներին։ Փորձեմ, ասենք երկու գրքույկ է,
Առաջինը կոչվում է սատանայական ռոմանտիզմ եւ քրիստոնեական ռեալիզմ։ Իսկ սկզբանա սա եղել է ուսմունք, քարոզ, ժապավենի վրա ձայնագրված, հետո դարձել է գիրք։ Եվ լավ վկայություն ունի այս գրքույկը, մի զույգ քույր եւ եղբայր որոշել են ինքնասպան լինել, եւ միշտ դա մի քույրիկ եկեղեցուց մի աղջիկ իրանց տալիս է ժապավենը եւ ասում են լսեք, կարող է ձեզ օգնի։ Եվ նրանք մեքենայով գնալուց միացնում են ու 90 րոպե կռվում են իմ հետ։ Ես ինչեր է խոսում, ես ինչեր է ասում։ 90 րոպե հետո երկուսով էլ ապաշխարում են ու դառնում են տուն։ Այս գրքի, որտեղ այստեղ կա թե այդ դիվական այդ ազդեցությունը հոգու, շնչի եւ մարմնի վրա ինչ ազդեցություն է գործում։ Իմիջիալոց իրանք հոգեբույժներ են, երկուսն էլ։ Դրա համար էին վիճում, որ ինքը չի հասկանում, ինչից է խոսում եւ այլն։ Սա այս գրքի մասին, ցավոք սրտի հիմա վաճառքում չկա այս գիրքը, բայց այստեղ կա երկրորդ գիրքը, որը կոչվում է Նախանձի կուռքը, այս գրքույկը։ Գիտեք, չափերով ես ասում էի մեր հրաշալի եղբորը, որ չափերով գրքույկ են, բայց իմաստով գիրք են։ Նախանձի կուռքը ինչպես դա ծնվեց, ուրեմն տենց փորձություններ կային իմ կյանքում, եւ ես ուզում էի հասկանալ որտեղից է այդ փորձությունը։ Աղոթում էի եւ հանկարծ Սուրբ Հոգին ասեց. Եզեկիել 8-րդ գլուխ։ Ու վերջ։ Ես բացեցի Եզեկիելի 8-րդ գլուխը եւ կարդացի։ Տեսա, որ նախանձի կուռքը նստած է տաճարի մուտքի մեջ, որ նախանձ է գրգռում մարդկանց մեջ։ Ու ես հասկացա, որ խոսքը նախանձի այդ դեպի մասին է։ Ես ասում եմ, լավ, մարդիկ իմ ինչին պետք է նախանձեն, ես չունեմ տենց արժեքներ նյութական։ Հետո հասկացա, բայց Կայենը ինչին էր նախանձում ավելի, որ Աստված ընդունել է իր զոհը։ Ահա, ուրեմն այդ նախանձը կարա արտահայտի տենց, որ եթե Աստված ընդունել է մեկի զոհը, ընդունում է, ու դրա համար ու ծնվեց այդ ցանկությունը թղթին հասնել, ու գրվեց այս նախանձի կուռքը, իմիջիալոց կա վաճառքում Երևանում կարող են մարդիկ գնել։ Փառք Աստծուն, եւ այս երկու գրքույկից բացի միջև հաղորդման նկարահանումը տեղեկացանք, որ նոր ծրագիր ունեք նաեւ, նոր գրքույկ, կխնդրեի այդ ծրագրի մասին թեպետ չի հրատարակվել առայժմ, բայց եթե կարելի է մի քիչ պատմեք։ Ուրեմն երրորդ գրքույկը, որ սկսել եմ գրել, բայց կանգնել է այդ աշխատանքը, անվանել եմ նախապես Պարոն Բլիթ, տենց հայերեն։ Բայց դա իմ կյանքի պատմությունն է, ինչպես դարձի եկա, այդ սկզբի մասը գրանցել եմ, բայց շարունակությունը, որովհետև դե կյանքը շարունակում է։ Գիտեք, ու հետո մտածեցի, ես սուտը չեմ կարա գրեմ, պետքա ճիշտը գրեմ։ Իսկ եթե ճիշտը գրեմ, որոշ մարդիկ շատ հիասթափված կլինեն իրանցից ու ինձանից։ Ու կատակով կնոջս ասում, եթե ես գրեմ այս գիրքը, իմ մահվանից հետո է պետք տպագրել, որ մարդիկ չնեղանան ինձանից, բայց առայժմ կանգնած այդ աշխատանքը, չգիտեմ, եթե հետո կզգամ, կինս անդադ ինձ հրահրում է, գրի շարունակի, հիմա ասած ես, ինչու չես գրում, բայց ճիշտ ասած դեռ տենց ցանկություն չկա։ Շնորհավորում եմ ձեզ այն գրքույկների համար, որոնք արդեն լույս են տեսել եւ վստահ կլինեն դեռ նոր աշխատանքներ, վստահ եմ, որ մեր սիրելի եղբայրների եւ քույրերի համար, որոնք արդեն ընթերցել են, մեծ օրհնություն է եղել եւ ծառայողների համար, որ կարող են այդ օրինակները իրանց падգամների մեջ օգտագործել եւ ժողովրդի համար հոգեվոր շինություն բերել։ Քանի որ մենք հիմա տաղավարում նստած եւ մեր մայրենի լեզվով մեր ժողովրդի համար այս հաղորդումը կնկարահանենք, ձեր սրտի վրա, եթե խոսք կա, ուղերձ կա,
կխնդրեի որպեսզի ուղղեք մեր ժողովրդին։ Սիրելի բարեկամներ, ես մտածում եմ, որ մենք ամեն մեկս ունենք կոչում մեր կյանքում։ Տեսեք, կա ծնունդ եւ կա մահ, բայց այդ երկուսի արանքում կա կյանքի կոչումը։ Ես կմաղթեմ, որ դուք հասկանաք ձեր կոչումը, հասկանաք ով եք դուք եւ ինչ կոչում ունեք։ Շատ անգամ ես ասում եմ, կարևոր չի թե դու ինչ ես անում, ավելի կարևոր է թե դու ով ես։ Մենք կարող ենք լինել բանվոր, ասենք մինիստր, ինչ-որ գիտնական, կարևոր չի թե մենք ինչ ենք անում, բայց կարևորը թե մենք ով ենք եւ ամենամեծ կոչումը դա Աստծո զավակ լինելն է։ Եվ աղոթքը ու մաղթանքն է ամեն մեր մի ունկնդրի, որ դուք այդ մեծ կոչումը հասկանաք, ամբարնեք եւ ընդունեք։ Օնիկ եղբայր, շնորհակալություն ձեր մասնակցության համար մեր ծրագրին, շնորհակալ ենք ձեր հրաշալի վկայության համար, որը վստահ փառք պիտի բերի Աստծուն եւ շինություն մեր հազարավոր, միլիոնավոր հայրենակիցներին։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հերոստատիտողներ, դուք լսեցիք Օնիկ Չերքեզյանի հավատքի կյանքի պատմությունը։ Մենք մի հետաքրքիր ճանապարհորդություն արեցինք մեր եղբոր հետ միասին, վերադառնալով իր պատանյական տարիքից մինչև այսօր եւ տեսնելով, թե ինչպես է Աստված օգտագործել մեր եղբորը իր փառքի համար։ Միգուցե մեզ հետևում են պատանիներ, ես կուզենայի կոչ անեի, որպեսզի այդ տարիքին դուք էլ կանգ առնեիք եւ լսեիք այս կոչը։ Հիսուս կասի. «Եկեք ինձի, հետևեք ինձ»։ Այսօր է այդ ամենակարևոր որոշումը կայացնելու օրը։ Պատանյական տարիքից, երիտասարդական տարիքից հետևելով Հիսուսին, դու հասկանում ես, որ քո կյանքը բովանդակալից կլինի, քո կյանքը փառք պիտի բերի Աստծուն։ Աստված ուզում է, սիրելի պատանի, երիտասարդ, սիրելի հերոստատիտող, Աստված ուզում է փառավորվի քո կյանքի մեջ, որպեսզի դա տեղի ունենա, կանգ առ եւ նայիր Գողգոթայի խաչին, որտեղ Հիսուս իր կյանքն է տվել, որպեսզի մենք ունենանք կյանք եւ ել ավելի հավիտենական կյանք։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, որպես քո անձնական փրկչին եւ Տիրոջը։ Վստահիր նրան, հետևիր նրան, հանձնվիր նրան անմնացորդ, հանձնիր նրան ամբողջ քո կյանքը եւ քո կյանքի վերջում հետ նայելով չպիտի ափսոսես անցած ճանապարհի համար, որովհետեւ պիտի տեսնես, թե ինչպես է Աստված փառավորվել քո ապրած կյանքի ամեն մի օրվա մեջ։ Շնորհակալ ենք սիրելիներ ձեր ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։